Բեմականացված գործընթաց։ Այսպես է բնորոշում մեր ձևով շարժման համակարգող անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, որը Վարդան Ղուկասյանի կալանավորման օրը մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման էր ենթարկվել եւ 28 օր պահվել արդիկ քրեակատարողական հիմնարկում։ Ինչի էր այդ օրը այդքան շատ ոստիկանական մեծ թվով մեքենաներ եւ չասեմ զոր, բայց չափից ավել քանակ ոստիկաններ էին, եթե ճիշտ եմ հիշում, նաև ԱԱՑ-ից ունենք բավականին մեծ թվով անձիկ, այս ամենը ավելի շատ վերաբերում էր, չեմ ուզում ասել շոու, բայց կարծես ինչ-որ բեմականացում լիներ, որովհետև այդ ամենը տեղի չէր ունենա, եթե Գյումրու քաղաքապետին կանչեին, այսինքն այս ամեն ինչը հնարավոր էր անել առանց աղմուկի։ Ասուլիսի բացմանը նախ ցուցադրվեց տեսանյութ։ Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, Սամվելը քո մասին վերնագրով, որից հետո Մխիթարյանը ներկայացրեց իր ձերբակալման մանրամասներն ու գնահատականները։ Ձեռքերս բարձրացած մտել եմ թե ոստիկանների եւ թե քաղաքացիների մեջտեղը, այսինքն ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ, եւ մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանդարտության կոչեր անել։ Նրա պաշտպան փաստաբան Լիաննա Գասպարյանը պնդում է. Մխիթարյանի ձերբակալման ընթացքը եղել է կոպիտ խախտումներով։ Սույն քրեական վարույթով, երբ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալելիս, այդ ձերբակալման արձանագրությունը կազմել է այլ անձ, իսկ ձերբակալում իրականացնողը եղել է այլ անձ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Ռուբեն Մխիթարյանը խայտառակություն է կոչում Սամվել Կարապետյանի կալանքի երկարացումը։ Ծիծաղելու էլ չփոխվալու աստիճան ցավալի է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, ես քրեակատարողական հիմնարկում եմ եղել ընդամենը 28 օր, ոչինչի համար, իսկ ազգային բարերար հայրենասեր, հայրենանվեր մարդը արդեն 5 ամսից ավելի է գտնվում է անազատության մեջ։ Փաստաբանը հայտարարեց, որ շարունակելու է պայքարը իրավական հարթությունում, ընդգծելով, որ իր դեմ իրականացված գործողությունները ոչ իրավական, այլ քաղաքական էին։